Ապա իջավ։ Հենց բլված շենքի առաջի հարգում է մեր տեղը, մենք բարձակալ ենք այսինքն։ Առավոտ ժամը կարծում եմ 10:15 էր, 10 մենք նստած ենք ներսում, միանգամից ձայներ լսեցինք։ Այդ ձայները տեսանք, որ սյուներն է ջաքում։ Հենց այդ սյուները ջաքելուց մենք դուրս փախանք։ Ու տեղյակ պահեցի վերևը գիտեմ պահեստներ կա։ Դողոց տեղյակ պահեցի, որ առաջ դատարկեն շենքը դուրս կան էլի շենքից։ Բոլորը հասցրել են դուրս գալ ժամանակին։ Կարծեմ այո, քանի ճշտումներ արեցի, բոլորը հասել են էլի։ Իրենք էլ արդեն զգացել են ձայնա գալի, ոտքերն ու ցնցումներ են զգացել։ Այդ պահին արագ դուրս են բախել, այդ էլ է օգնել էլի։ Հենց այս դեպքը արդեն 2 րոպե հետո ես անցա թեմի մայթը եւ այդտեղից նկարահանում արեցի իմ հեռախոսովս, քանի որ զգացի, որ նորմալ չէ, էլի այդ ձայները հետ լավ չէր։ Ու միանգամից արդեն շենքը փլվեց մի 2-3 րոպե հետո։ Ու այդ ապրանքները ինչ որ կար, այսինքն կարծեմ մի 70%-ից ավելը այդ մնաց շենքի տակ տակ։ Նախկինում ճաքեր նկատել եք շենքում կամ սյուների վրա։ Չէ, չենք նկատել, բայց դե շենքը հին է, էլի այդպես որ դուք էլ գիտեք, որ 50-60 տարվա շենք է, եթե ոչ ավել չեմ մոռանում։ Նկատի ունեմ դուք տեղեկացվել եք, որ վթարային է շենքը։ Չէ, ոչ մեկին բան չեմ ասել, չեմ նկատած։